բազմաթիվ զանգեր եմ ստացել Կարմիր Սար կոչվող հանքավայրի վերաբերյալ լսումների հետ կապված, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 19-ին հերթական լսումն է եւ առաջին լսումները մեղմ ասած շատ խայտառակ ձևով են անցել, այն առումով, որ մարդկանց արտահայտվելու իրավունքը այդտեղ սահմանափակվել է եւ կարծեք թե նույն համայնքի ղեկավարությունը, վեդի խոշորացված համայնքի ղեկավարությունը պաշտպանում էր ամբողջությամբ պաշտպանում էր տնտեսվարողի շահերը եւ հաշվի չէր առնվում ազգաբնակչության բարձրացած հարցերը։ Ես դրա վերաբերյալ բավականին երկար խոսելու թեմա կա, առիթ կա, հիմնավորված հետագայում կներկայացնենք այն բոլոր առաջարկները, որ կա եւ այն բոլոր խնդիրները, որ կան, որ անտեսվել են եւ այդ լսումների վերաբերյալ կուզեմ նաեւ ձեր կարծիքը լսել, արդյոք դուք համարում եք, որ նման պայմաններում լսումներ անցկացնելը եւ հանրության ձայնը չլսելը եւ նման կոպիտ խախտումներ արձանագրելը համարում եք, որ նորմալ է այդ լսումների անցկացումը? Շնորհակալություն, այլ եզրափակիչ ելույթներ չկան, պարոն Թունյան, չունեք եզրափակիչ, պարոն Մկրտչյան, եզրափակիչ։ Ես իմ եզրափակիչ ելույթով նախ անդրադառնամ պարոն Դանելյանի ելույթ հարցադրմանը, պարոն Դանելյան, կոնկրետ դեպքին ծանոթ չեմ, բայց ես կարող եմ ձեր հարցին պատասխանել, որ ամեն դեպքում լսելու իրավունքի խոչընդոտելը լսելու իրավունքը, դա հակաօրինական արարք է եւ որևէ կերպ, որևէ պաշտոնատար անձ չի կարող խրախուսել նման վարքագիծը։ Ինչ վերաբերում է հանրային լսումներին, հանրային լսումները մի այնպիսի գործընթաց է, որ մասնակից են տարբեր շերտեր, այդ թվում կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հանրությունը, հասարակությունը, ինչպես նաև process-ը իրականացնել նաև ՇՄԱԿ գործակալությունը։ Եվ կոնկրետ դեպքով, եթե մենք ունենք խնդիր, որ որևէ մասնակցի լսելու իրավունքին խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել, դրա համար պետք է իրականացնել իրավական գործընթաց, եթե ցանկանում եք կարող եք փաստական տվյալները նաև փոխանցել մեզ, որպեսզի մեր միջոցով կարող ենք ուղղորդել դեպի այն համապատասխան մարմինը, որն իրավասու է եւ պետք է զբաղվի նման հարցով, եթե խոչընդոտվել է լսելու իրավունքը։ Եթե ցանկանում եք կարող եք ուղիղ դուք ինքներդ նման մարմին ուղարկել։ Շրջակա միջավայրի նախարարությունը այդ մարմինը չէ, սակայն մեր աջակցությունն օգնությունը այդ հարցում մենք պատրաստ ենք իրականացնել։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է նախագծի հետ կապված, իրականում շատ կարևոր մի քանի փոփոխություններ ենք անում եւ ոչ թե մեկը ու խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ կարծես։ Տեսեք, նախ, եթե չեմ սխալվում, ես դրա մեծ գիտակը չեմ, բայց հանրային լսումները հենց նրա համար են, որ ձեր ասած հանրության բոլոր շերտերի խոսելու հնարավորությունը չսահմանափակվի։ Այսինքն այնքան պետք է տևի այդ լսումը, ինչքան որ պետք է մինչև վերջին, այսինքն եթե մենք որոշակի սահմանափակում ենք անում, ասում ենք մի ժամվա ընթացքում բերեք արագի մեջ կազմակերպենք մեր, չգիտեմ, դա կողմնակիցները լսելի լինեն եւ այն մարդիկ, որ դեմ են դրան լսելի չլինեն, ես սա կարծում կոպտագույն խախտում է եւ այդ առումով պետք է ձեր ուշադրությունը հրավիրել։ Ես էլ հիմնավորված ձեզ առաջիկայում նաեւ ձեզ կտրամադրեմ բոլոր այն, ես չեմ ուզում ծանրաբեռնեմ մեզնից, թե բոլոր այդ իմ ձեռքի տակ եղած բոլոր տվյալները ձեզ էլ կփոխանցեմ, դուք եք ուսումնասիրել։